Հասարակության ձայնը մեր եթերում, հարթակ։ Բարի օր, եթերում հարթակ հաղորդաշարն է։ Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հարթակ հաղորդման այսօրվա թեման հայրենաճանաչությունն է։ Ուրիշի տարածքում իրենց հայրենիքը կերտելու ճանապարհին մեր ամբարիշտ հարևանները այն կարծիքին են, որ հայ ժողովրդից մնացած հուշարձաններն իրենց խանգարում են, վկայելով ճշմարտության մասին։ Հայոց ցեղասպանության միջոցով իր սահմանները գծած Թուրքիան շատ ավելի կատարելագործված ձևով է ոչնչացնում հայկական հուշարձանները։ Անգամ դրանք վերականգնելու դեպքում ձերբազատվում է պատմական իրականությունը մատնող Խաչքարի յուրաքանչյուր բեկորից։ Յուրաքանչյուր թիսողը, որը մենք թողել ենք օտարին, փոշիացած քաղաքակրթություն է։ Եթե չճանաչեցինք մեր հայրենիքը, չենք կապվի եւ չենք սիրի այն, քանի որ ճանաչելով են սիրում։ Հայրենաճանաչությունը պետք է փոխանցել մեր հասարակությանը մանկուց, որպիսի իմանան մեր հողի հարգը։ Քիչ անց տաղավարում իմ հյուրն է լինելու հուշարձանագետ պատմաբան, բանահավաք, հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի Երևանի գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը։ Իսկ մինչ այդ առաջարկում եմ լսել իմ գործընկերոջ պատրաստած ռեպորտաժը։ Ինչ բան է հայրենաճանաչություն եւ ինչ պետք է անել դրա համար։ Ներկայացնում են Քննագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի, ազգագրագետ Հարություն Մարությանի եւ Մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության պետական ոչ առևտրային կազմակերպության փոխտնօրեն Աշոտ Փելիպոսյանի տեսակետները։ Հայրենաճանաչողությունը կամ հայրենիքի ճանաչողությունը ամեն մարդ իր չափով է որոշում, բայց կա նաեւ հանրային ընկալման մակարդակ, ինչ ասել է հայրենաճանաչողություն։ Այդ հայրենիքի ճանաչողության մեջ հսկայական դեր ունի նաեւ պատմամշակութային ժառանգության մասին իմացությունը։ Ինչ գիտենք մեր պատմամշակութային ժառանգության մասին։ Բայց եթե մենք ուզում ենք այսօրվա տերմինաբանությամբ խոսել, խոսքը մշակութային կապիտալի մասին է։ Խոսքը մշակութային կապիտալը ճիշտ օգտագործելու մասին է։ Խոսքը մշակութային կապիտալը այսօրվա ժամանակակից մարդ դաստիարակելու համար ճիշտ օգտագործել։ Հայրենիքը ճանաչողը պետք է իմանա, թե հայրենիքը ինչպես դիշենացնել, հայրենիքը ինչպես պետք է պաշտպանել։ Պետական քաղաքականությունը պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի ես ու դու կարողանանք այդ միջավայրը յուրացնենք, այսինքն այդ մշակութային կապիտալի տերը դառնանք։ Հիմա այդ պետական քաղաքականության մեջ հնարավոր է նաև որ կա պահեր, որ ինչ չափով դա ֆինանսավորվում, ենթակառուցվածքային համակարգ են ստեղծում, որը այսօր դեռ այն մակարդակին չի, որ մենք ասենք, մենք նման ենք եվրոպական երկրներին, անգամ մեր հարևաններ։ Անում ենք այն, ինչ կարող ենք անել։ Հայրենաճանաչությունը ամեն մեկը կարող է ընկալել մի ձևի։ Իհարկե, հայրենաճանաչությունը դա միայն էքսկուրսիաները չեն, մեր Հայաստանի Հանրապետության Արցախի, Ջավախքի, թե Արևմտյան Հայաստանի զանազան տեսարժան վայրերը եւ միայն վանքերն ու եկեղեցիները չեն։ Հայրենաճանաչությունը դա նաեւ մարդն է։ Ամեն մարդ մի աշխարհ է եւ նա յուրովի է պատկերացնում այդ հայրենիքը, անցած պատմությունը եւ նաեւ ապագան։ Եւ այդ մարդկանց ճանաչելը նույնպես նշանակում է հայրենիքի ճանաչողություն։ Հայրենաճանաչությունը իր մեջ ընդգրկում է նաև այսօր դա շատ մոդայիկ է տոների եւ ծեսերի իմացությունը։ Եվ շատ բան մեր պարագայում պարզապես ավանդույթի ուժով է փոխանցվել եւ ավելի շատ ոչ թե գիտակցված բնույթ է կրում, այլ մշակույթի մաս է կազմում։ Բնություն փչացնողները հենց մենք ենք։ Չսիրելու խնդիր չի, դա ընկալման հարց է եւ դրա համար ժամանակ է պահանջվում, որպեսզի այդ բանը կարգավորվի։ Դա մեր խնդիրն է։ Վատ են աշխատում մաքրող կազմակերպությունները։ Դրա փոխարեն 20 մետրը մեկ մի հատ աղբաման դիր, աղբի ծառայությունը լավ աշխատեցրու ու մցրու տուգանքի համակարգ։ Մեզ մոտ երբեմն հայրենասիրությունը շփոթվում է հայրենաճանաչության հետ կամ հայրենասիրությունը միանգամից նաև մեկնաբանվում է հայրենաճանաչությամբ։ Մի բան է ներքին մղումները, այդ ներքին ձգտումը, ցանկությունը ունենալ հզոր հայրենիք, ունենալ մեծ հայրենիք, ուրիշ բանը լավ ճանաչել այդ հայրենիք։ Եվ միշտ չի որ սրանք կամ համարժեք են կամ մեկը մեկին լրացնում են։ Հայրենաճանաչության հարցում խնդիրներ ունենք եւ կարծում եմ որ հայրենաճանաչության առաջին ամենակարևոր հատկանիշը դա կրթվածություն։ Քո նախնիների, քո մեծերի եւ քո ժողովրդի ստեցած պատմական արժեքները գնահատելու, իմաստավորելու եւ նաեւ պահպանելու գիտակցությունն է, որը չեմ կարծում որ այսօր բոլոր առումներով մեզ մոտ իսկապես հիմքեր ունի գծած։ Հայրենաճանաչությունը միայն հուշարձան չի, հայրենաճանաչությունը միայն երկիր չի, հայրենաճանաչությունը միայն լեռ չի, հայրենաճանաչությունը միայն լեռան ու երկնքի պաշտամունք չի, դա նաև լեզու է։ Մեր լեզուն ենք կորցնում, մեր լեզուն չենք սիրում։ Հայրենիքը դա լեզու է, հայրենիքը դա այդ լեզվով գրած հրաշք ստեղծագործություններ են, հայրենիքը մեր պոետներն են, մեր պատմիչներն են, որոնց օգտագործած բառերի կեսը այսօր չենք օգտագործում, բայց դա էլ ենք կորցնում։
ինչ բան է հայրենաճանաչություն եւ ինչ պետք է անել դրա համար։ Ներկայացրին Քնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի, ազգագրագետ Հարություն Մարությանի եւ Մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն պետական ոչ առևտրային կազմակերպության փոխտնօրեն Աշոտ Փելիպոսյանի տեսակետները։ Եթերում հարթակն է։ Մասնագիտական տեղեկատվություն տալը հարթակ հաղորդաշարի երկրորդ էջի նպատակն է։ Ինչպես միշտ, հաղորդման այս հատվածում լսելու ենք հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները։ Այս պահին իմ հյուրն է կենտրոնի փորձագետ Անահիտ Դավթյանը։ Բարի օր Անահիտ։ Բարև ձեզ։ Անահիտ, գիտեմ, որ կենտրոնը ուսումնասիրություն է կատարել այս թեմայի շուրջ։ Ինչ ուսումնասիրություն էր դա եւ ում հետ է անցկացվել այդ ուսումնասիրությունը։ Կենտրոնը անցկացրել է հետազոտություն туриզմի ոլորտի փորձագետների հետ նպատակ ունենալով ողջել, թե ինչպես ենք մենք հայերս ներկայացնում մեր երկիրը, առանձնացնել туриզմը որպես երկրի իմիջի տար եւ ուսումնասիրել այն մեխանիզմները կամ ռազմավարությունները, որոնցով Հայաստանը դիրքավորում է իրեն որպես տուրիստական երկիր, գրավիչ երկիր, ընդ որում այստեղ նկատի ունենք ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տուրիստական իմիջին ուղղված քաղաքականությունը։ Իսկ արդյոք ողջել եք, թե ուր են ավելի հաճախ մեր հայրենակիցները գերադասում գնալ հանգստանալու։ Հետազոտության տվյալներով հիմնականը Մատենադարյան, Գառնի, Գեղարդ, Սևան երթուղին է։ Հատուկ հետաքրքրություններ ունեցողներին, ովքեր ցավոք շատ քիչ տոկոս են կազմում, գոհացնելու համար պետք է լավ ջանք գործադրել ճարտարապետության, հնագիտական հուշարձաններին, բնությանը, ազգային ծեսերին ծանոթացնելու համար։ Սակայն այսպես կոչված ստանդարտ տեսարժան վայրերից բացի, չճանաչված վայրերի ահռելի ժառանգություն ունենք մենք, որոնք ներկայացված չեն եւ նույնիսկ մենք հայերս չգիտենք դրա մասին, ինչն էլ խոսում է տվյալ ոլորտում մեր բացերի մասին։ Իսկ արդյոք դրսից եկած հյուրերի շրջանակում անցկացվել են ուսումնասիրություններ եւ ինչ է պարզվել, ուր են նախընտրում նրանք գնալ եւ ինչով է դա պայմանավորված։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստան այցելածների ընդհանուր քանակում մեծ է հայկական ծագում ունեցողների մասնաբաժինը։ Այդ իսկ պատճառով տրամաբանական է, որ այցելությունն ընկերներին եւ հարազատներին կարող է դիտվել Հայաստան կատարված ուղևորությունների հիմնական նպատակներից մեկը։ Հայաստան այցելող զբոսաշրջիկների մի զգալի հատվածը հայկական արմատներ ունեցող մարդիկ են, ովքեր գալիս են հայկական ինքնության հետևից։ Իսկ ինչ վերաբերում է եվրոպացիներին, ապա նրանց Հայաստանը գրավիչ է թվում այն պատճառով, որ մեր երկիրը քրիստոնեական ժառանգություն կրող է եւ առաջինն է ընդունել քրիստոնեությունը։ Ընդհանուր առմամբ Հայաստանը էքսկուրսիոն ազգագրական туриզմ առաջարկող երկիր է, արշավական туриզմի զարգացման մեծ պոտենցիալով, որը երիտասարդ եվրոպացիների համար մեծ գրավչություն ունի։ Անայդ այս ոլորտի մասնագետների հետ եք փաստորեն անցկացրել ուսումնասիրություններ։ Ինչ է նրանք կարծում, արդյոք լավ է ներկայացված Հայաստանը, որպեսզի գրավիչ լինի, թե ունենք անելիքներ այս ոլորտում, որպեսզի Հայաստանը դառնա տուրիստերի համար հետաքրքիր երկիր։ Ինչպես փաստում է հետազոտությունը, Հայաստանը որպես տուրիստական ուղղություն աշխարհում այնքան էլ ճանաչելի ու հայտնի չէ։ Հետազոտության մեջ ներգրաված փորձագետները նշում են, որ մենք քիչ ենք ուշադրություն դարձնում նախաքրիստոնեական հնագույն կոթողներին, մինչդեռ դրանք Հայաստանի հաղթաթղթերից մեկը կարող են դառնալ։ Պետությունը պետք է բավարար ջանքեր գործադրի Հայաստանը որպես քաղաքակրթության բնօրաններից մեկը պատշաճ ներկայացնելու եւ քարոզելու համար։ Այս ոլորտում կարծում եմ մենք բացեր ունենք։ Փաստորեն ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ իսկապես այս ոլորտում բավականին շատ անելիքներ ունենք։ Դե ինչ հուսանք ժամանակի ընթացքում այս բացը անպայման կլրացվի, իսկ ձեզ շնորհակալություն տվյալները մեզ տրամադրելու համար։ Հանրային ռադիոյի եթերում շարունակվում է հարթակ հաղորդաշարը։ Այս պահին տաղավարում իմ հյուրն է հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի Երևանի գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը։ Բարի օր։ Նախ շնորհակալ ենք մեր հրավերը չմերժելու եւ տաղավարում հյուրընկալվելու համար եւ սկսենք մեր զրույցը։ Պարոն Կարապետյան, դուք բազմիցս նշել եք, որ եթե չենք ճանաչում հայրենիքը, չենք կապվում նրան։ Այսօր կարող ենք ասել, որ մենք ճանաչում ենք մեր հայրենիքը։ Նվազ չափով այո, բայց խիստ անբավարար, որը շատ կարևոր է եւ պիտի աշխատանք տանել, որպեսզի մեր հասարակությունը ավելի հայրենաճանաչ լինի եւ ճիշտ ասած այդ գործը պետք է սկսել մանկապարտեզից։ Իսկ ինչն է մեզ խանգարում, որպեսզի մենք լավ տեղյակ լինենք մեր հայրենիքի մասին, շատ տվյալներ ունենանք եւ հատկապես ոչ միայն այս հատվածի, այլև երկու հատվածների, նաեւ արևմտյան հատվածի մասին։ Խանգարում է մեր տեսակը, որը իր արմատը չի զգում եւ այդ արմատի թելադրանքով չի շարժվում։ Կարծում եմ տեսակը։ Քիչ առաջ ասացիք, որ պետք է սկսել մանկապարտեզից, հիշեցի ձեր ասած խոսքերից մեկը, որ դուք նշել եք, որ կցանկանայիք մի 5 րոպեով լինել կրթության նախարար եւ հանրակրթական դպրոցների վրա մեջբերում եմ կուղարկեի պատվեր, որ միջին եւ բարձր դասարաններում արշավներ կազմակերպեին, ինչը շատ կարեւոր է հայրենաճանաչության առումով։ Այսօր դպրոցի կոլեկտիվներով արշավի գնալը բավականին թանկ կնստի նաեւ գումարային առումով եւ կա նաեւ մտավախություն, որ դա կդիտվի որպես կաշառակերություն, դրամահավաքություն, ինչ այսօր արգելված է։ Ինչպես եք պատկերացնում այս
միջինը։ Այդքան համաձայն չեմ, որ թանկ կնստի, այսինքն եթե հերու մարզեր ուղևորվեն, անշուշտ ծախսի կնայի, բայց պայման չի, որ անպայման հերու տեղեր ճամփորդեն։ Մեկ օրյա առավոտ տանից դուրս գալով եւ ասենք հատիսը բարձրանալ իջնելով կամ թե ավելի մոտ Արայիլեր, այսինքն շատ տեղեր կարելի է փոքրիկ երթուղիներ մշակել եւ հիմնականում քայլարշավով ոտքով անպայման, դա գումարի չի նայելու առանձնապես։ Նվազագույն ծախս եթե նույնիսկ լինի։ Խնդիրը նա է, որ այդ գաղափարը, այդ միջոցառումները, դրանց նշանակությունը կարևորվում է թե ոչ, որտեվ ամեն ինչ հարաբերական է, մենք գումարներ ծախսում ենք այսպես թե այնպես, տարբեր բաների վրա ծախսում ենք։ Ինչքան էլ որ խոսենք, որ դրամահավաքություն արգելված է, բոլորիս է հայտնի, որ դպրոցներում դա իհարկե կա։ Այո, եւ կրթության նախարար եթե մի 2 րոպեով լինեի, 5 չէ, գոնե 2, չէ, 1 րոպեն էլ բավական է այդ մի որոշումը կայացնելու, այսինքն չեմ անում, բայց իսկապես կրթության նախարարությանը իրենց դերակատարությունը այս խնդրում ես հիմնավոր իրենց եմ տեսնում, որ վճռորոշ որ կարող էին դա անել ու չեն անում, որովհետև եթե ծրագրային լինի, ասենք օրինակ հանրակրթական դպրոցների պատմության, աշխարհագրության, ֆիզկուլտուրայի, ինչու՞ չէ ռազմագիտության, այս առարկաները դասավանդող ուսուցիչների համատեղ ուժերով կարող էին շատ լավ սերմեր ցանել։ Ես գիտեմ, որ կան դպրոցներ նման գործառույթ կատարում են, օրինակ դրական տեղաշարժեր, այո, դրական տեղաշարժեր կան, հենց թեկուզ օրինակ ազգային բարի ծավալվող Գագիկ Կինոսյանի տարիների աշխատանքը, որ սկսեց ի վերջո ճանապարհ ընկավ եւ այդ սերմը, որ հիմա ցանում ենք, դրանց բերքը տարիներ հետո ենք հավաքելու։ Մենք հետո ենք հասկանալու, թե ինչ կարևոր գործ են արել այսօր, իդեմս Գագիկ Կինոսյանի աշխատանքի օրինակ, որ իսկապես ինչ ցանենք ենք կհնձենք, չենք ցանի, չենք հնձի, վերջ։ Դուք նշել եք նաև, որ Հայաստանից արտագաղթի պատճառը տնտեսական չէ։ Մեր հարևան երկրներում եթե բնակչության 10-12%-ն է ցանկանում հեռանալ, ապա Հայաստանում 40%-ից ավելին։ Դուք դա կապում եք հայրենիքը չճանաչելու, հայրենաճանաչության պակասի հետ։ Միանշանակ եւ միայն դրանում եմ ճիշտն ասած տեսնում, առիթ եղել է բազմիցս երևի, միշտ դա ասել եմ։ Տեսեք օրինակ մեր դպրոցում մի խումբ էինք կազմել, արդեն 6-7 հոգի էինք, որ արշավներ էին գնում։ Ես էի նախաձեռնում ճիշտն ասած, եւ ովքեր որ մասնակցել են արշավների, մեր դասարանցիների օրինակով ասեմ։ Տարբեր մասնագետների տեր մարդիկ են, տարբեր։ Ոչ մեկ չի լքել Հայաստանը, որը դժվարությամբ, որը պակաս դժվարությամբ, ոչ մեկ մեծահարուստ չի դարձել, բայց բոլորն էլ մինչև վերջ մեր հայրենիքին տեր կանգնող անհատներ են։ Եվ սա մի տեսակ վիճակագրություն է ինձ համար։ Մեր դասարանի օրինակով ուղղակի համոզված եմ, որ դա իրենց կամքից անկախ է տեղի ունեցել, որովհետև աներևույթ ձևով իրենք տեսնելով հայրենիքը, ճանաչելով, կապվել են, առանց որ իրենք դա զգան, կապվել են։ Դա հոգևոր կապ է, որովհետև եւ այդ կապը թույլ չի տվել, որ իրենք աստանդական կյանք վարեն, ինչպես որ շատ շատերը վարում են։ Դուք հյուսիսային Արցախի վերաբերյալ ուսումնասիրություն ունեք, որտեղ տվել եք բազմաթիվ հուշարձանների նկարագիրը։ Հյուսիսային Արցախի հետազոտությունը հնարավորինս մանրամասն եւ պատկերավոր ներկայացնում է այդ տարածաշրջանի պատմությունը ոչ միայն մշակույթի, այլև ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական, պատմաշխարհագրական, կրոնական, ծիսական եւ այլ տեսանկյուններից։ 1990 թվականից հետո Նախիջևանում եւ Հյուսիսային Արցախում Ադրբեջանի իշխանությունը հայկական մշակութային հուշարձանների ջարդ է իրականացրել։ Համենայն դեպս այդ են վկայում համացանցում հայտնված լուսանկարները։ Ինչ է մնացել այդ ամենից։ Նախճեվանում ավելի համակարգված պետական ծրագրով բանակի ուժի գործադրմամբ, Հյուսիսային Արցախում ոչ այդ չափով, բայց նորից կորուստներ կան։ Այո, մենք ճիշտ ասած միշտ էլ մշակույթով ենք հատուցել, երբ որ հայրենիքի ինչ-որ մի տարածքներ հայաթափ են եղել, թշնամի պետությունների կազմի մեջ են ընդգրկվել, նույնը տեղի ունեցել Արևմտյան Հայաստանում, որ 7 անգամ ավելի մեծ տարածք է, քան ներկայիս հայ պետականության սահմաններն են, եւ դրա համար պետք է հասկանալ, որ չի կարելի թշնամուն ոսոխին միթիզ հայրենիք նվիրել, ծանր խոսք եմ ասում, հասկանում եմ ինչ եմ ասում, որովհետև իրականում երբ որ հայ մարդը զենք է վերցրել հանուն հայրենիքի, արդեն նույնիսկ կարևոր չի եղել թշնամին քանի բազմապատիկ է ավել կամ պակաս կամ կարևոր չի եղել։ Հաղթությունը ապահովված է եղել, եթե հայը զենք է վերցրել։ Եվ եթե մենք այսօր չենք տիրապետում Հյուսիսային Արցախը կամ Նախճեվանը, սա ուղղակի մեկ բացատրություն ունի։ Զլացել ենք սրբազան հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնենք։ Ինչպես օրինակ զլացանք ժամանակին 18 թվականին, ասենք Կարսի մարզում, որտեղ մեկ կրակոց չհնչեց։ Մեր պահեստները լի էին զինամթերքով, զինվորները կային, քաղաքում բազում գործող եկեղեցիները կային, բայց ոգին մահացած էր։ Հայի ոգին չկար։ Եվ մենք առանց կրակոցի Կարս տվեցինք, եւ մի 10,000 բնակիչ ունեցող Ագուլիսը կամ մի 45,000 բնակիչ ունեցող Շուշին, ինչ որ բաշի բոզուկների մորթեցին այնքան, ինչքան ֆիզիկապես ի վիճակի էին։ Այդքան էլ մորթեցին կամ ձորը գլորեցին։ Շատ
հաճախ պետք է հենց մեր մեջ փնտրենք այդ մեղքը եւ սխալը։ Միայն մեր մեջ։ Նույն ուզում եմ ասել, անդրադառնալով Հինջուղայի խաչքարերին, ոչնչացում տեղի ունեցավ, երբ անգամ իդեմս ՅՈՒՆԵՍԿՕ-ի բողոքի ձայն բարձրացվեց, սակայն այնտեղ կարելի ասել ոչինչ չմնաց։ Ինչպիսին պետք է լինի այս պարագայում մեր պահվածքը, ինչ պետք է մենք անենք։ Երևի նորից պիտի վերադառնանք մեր զրույցի սկզբին, որ ամեն ինչի որոշիչը հայրենաճանաչությունն է։ Երբ որ մենք բավարար չափով մեր հայրենիքը չենք ճանաչում, բավարար չափով կապված չենք եւ չենք սիրում ըստ այդմ, եւ հայրենիքի տվյալ դեպքում ասենք մշակույթն է, մշակութային արժեքներին տեր ու պահապան լինելու այդ պարտականությունը բավարար չափով չենք ստանձնում, որտեղ չենք գիտակցում դրա կարեւորությունը եւ արդյունքում ահռելի մշակութային կորուստներ է արձանագրվում միմիայն մեր մեղքով։ Թշնամին միշտ կա, թշնամին կմորթի կամ ոչնչացնի այնքան, որքան դու դրա հնարավորությունը կտաս։ Եվ եթե մենք այսօր չունենք ճյուղա, նշանակում է մենք առավելագույն չափով դրա հնարավորությունը տվել ենք։ Շատ հեշտ է ուղղակի մեղադրել ադրբեջանական վանդալներին կամ չգիտեմ սրան նրան եւ ասել դե վայրենիներով ենք շրջապատված։ Մենք մեր նախնիներից մնացած հուշարձանների հիշատակների հանդեպ մեր անտարբերությամբ մենք խրախուսում ենք մեր թշնամիներին ոչնչացնել դրանք։ Պարոն Կարապետյան, դուք գրքեր եք հրատարակել նաեւ Անիի մասին, սակայն մեր տեղեկատվությունը այդ թեմայի շուրջ դպրոցական դասագրքերից առանձնապես այն կողմ չի անցնում։ Ինչ չափորոշիչներով է Թուրքիան վերականգնում հայկական մշակութային հուշարձանները։ 90-ականներից են սկսել Անիում աշխատել եւ մինչեւ հիմա որքան տեղյակ եմ վերականգնող հայ մասնագետներ, ճարտարապետներ իրենց աշխատանքներում չեն ընդգրկել։ Միակ դեպքը դա Ախթամարում է եղել, Անիում չի եղել, ուրեմն Ախթամարի Սուրբ վանքը վերականգնելիս Պոլսի հայ ճարտարապետներից մեկը ընդգրկված էր, բայց Անիում վրացի ճարտարապետ էլ Տիգրան Հոնենցի հետ կապված որքան տեղյակ եմ ընդգրկվել է, բայց հայ մինչև հիմա ոչ։ Սա էլ միտում է, որովհետև հայաքաղաք, Հայաստանի մայրաքաղաքն է եւ իրենք առանձնապես բերկրանքով չեն վերականգնում այդ հուշարձանները, ինչ որ իրականացնում են նաև պեղումները։ Օրինակ ուսանողներ պեղում էին 2007-ին, երբ որ քաղաքում առիթ ունեցանք, երբ որ հարցնում էինք արդյոք ինչ եք պեղում, ասեցին սելջուկյան բնակելի թաղամաս։ Լավ ասեցինք, բայց այս թաղամասը ճիշտ 3 եկեղեցիների միջանկյալ մի քանի տներ են։ Արդյոք սելջուկները քրիստոնյա են։ Ասած դե մեզ այդպես են ասել։ Եթե տեսնում ենք այս տեսակ ուսանողների պարզ միամիտ այս պատասխանները, եթե կարդում ենք այն ցուցանակները, որ բացատրությունները թուրքերեն անգլերեն կան քաղաքի տարբեր շենքերի առջև, եթե նայում ենք թե ինչպես են վերականգնել օրինակ քաղաքի զինանշանը, որից խաչը անհայտացել է, կամ ասենք Տիգրան Հոնենց եկեղեցին, որ վերականգնեցին վեղարը մինչև վերջ չհասցնելով։ Ինչու, որովհետև եթե ամբողջական վերականգնում իրականացնեին, որի համար որևէ խնդիր չկար, որովհետև թեկությունները հայտնի էին, թերի վերականգնումը կատարվում է գիտականորեն չճշտված ինչ որ խնդիրների արկայության պարագայում, բայց այս դեպքում ուղղակի պիտի լրացնեին եւ շենքի պահպանության իմաստով ավելի հուսալի է շենքը ամբողջական վերականգնի, բայց իրենք իրենց ազատելով նաեւ ավարտին հասնելուց հետո պիտի խաչը տեղադրվեր։ Ուրեմն խաչը տեղադրելու այդ սարսափից դրթված որ հանգարց չլինի թե ստիպված լինեն խաչն էլ դնեն, որտեղ ամբողջական վերականգնում դա է նշանակում, հասան ինչ որ միտեղ եւ վեղարը կիսատ թողեցին։ Դժվար թե կարելի է ավելին սպասել բնականաբար։ Այո, այսինքն դեռ թուրքերը որքան էլ իրենց եվրոպացի են կարծում, ձգտում են ամեն ինչով միանալ տարբեր կազմակերպությունների եվրոպական, բայց դեռ շատ խնդիրներ ունեն, որ չեն կարողացել հաղթահարեն եւ դա ակնհայտ է։ Պարոն Կարապետյան, դուք նաև մի շատ կարևոր գործ եք անում, Արևմտյան Հայաստանի հուշարձանների եռաչափ վերականգնումն եք նախաձեռնել։ Մի փոքր պատմեք այս մասին։ Մեր հիմնադրամում մեր աշխատակիցների ուժերով, այո, նաև մի շարք հուշարձանների փորձում ենք եռաչափ վերակազմություններ ստեղծել, մանավանդ այն հուշարձանների, որոնք 40-ից 60-ական թվականներին միտումնավոր կերպով հիմնահատակ ոչնչացվել են պայթեցումներով, բանակի ուժի գործադրմամբ։ Այնպես ինչպես Հինջուղայից էին խոսում, ուրեմն Ադրբեջանի ավագ եղբայրը 40-50 տարի առաջ նույն գործը արդեն արել է։ Հիմա այն հուշարձանները, որոնք որ ճարտարապետական իմաստով ուղղակի համաշխարհային արժեք են ներկայացնում, ինչպես օրինակ Անիում գտնվող Գակաշեն տաճարը, իհարկե պայման չի, որ նման եզակի գլուխգործոց լինի, կարող է իր ծավալներով փոքր մի կառույց լինի, գողտրիկ մի հուշարձան, ինչպես նույն Անիի Հովվի եկեղեցին կամ Բեխենցվանքը, որ ունի ճարտարապետական այնքան հետարքիր լուծումներ, ճարտարապետական մտքի իմաստով գլուխգործոց հանգույցներ ուսանելի է շատ։ Եվ նման արժեքներ, որ ուղղակի հողին են հավասարեցված, բայց պահպանվել են չափագրություններ, հին արխիվային լուսանկարներ։ Դրանց հիման վրա մեր հիմնադրամի ճարտարապետ Աշոտ Հակոբյանը ստեղծում է նախագծերը եւ եռաչափ վերակազմող Պարքև Ֆրանկյանն էլ այդ
գծագրերի հիման վրա, օգտագործելով ողջ նյութը լուսանկարների արխիվային, ստեղծում է այդ ճարտարապետական կառույցների եռաչափ վերակազմությունները։ Մենք դրանք օրինակ օգտագործում ենք մեր հիմնադրամի տարբեր ֆիլմերի մեջ։ Առանձին ֆիլմեր ունենք հենց նվիրված եռաչափորեն վերակազմած տարբեր շենքերի։ Դրանք որտեղ եք ցուցադրում այդ ֆիլմերը։ Ֆիլմերը բացի որ մեր կայքում կա, Էրարմենիա։ Բացի կայքից, այո։ Նաև շնորհանդեսներ ենք անում տարբեր տեղերում, օրինակ վերջի անգամ Նարեկացի արվեստի միությունում Բեխենցվանքի շնորհանդեսներ, փորձում ենք ճանաչելի դարձնել նաև այդ արժեքները, որ հողին են հավասարեցված, եռաչափ տարբերակով։ Եվս մի քայլ հայրենաճանաչության։ Բոլորը միտեղ հավաքվում են, սրանք բոլորը ի նպաստ հայրենաճանաչության։ Մենք շատ ուրիշ նախագծեր, ծրագրեր էլ իրականացնում ենք զուգահեռ, ինչպես օրինակ Հայաստանի պատմություն գրքաշարի ողջ նախագիծն է 36 հատորից, որ 9-10 տարվա մեջ գլուխ կգա կարծում եմ, եւ առաջի հատորը նվիրված հայոց ծոր գավառին, դա վասպուրականի գավառներից է, ուր որ Հայկ Նահապետը Բելին սատկացնելուց հետո իր առաջին դաստակերտը հիմնեց, եւ Բերդն էլ կոչվում է Հայկաբերդ։ Եվ Կից գյուղը Աստվածաշեն։ Եվ միակն է ողջ մեծ Հայքի տարածքում Աստվածաշեն անունով երկրորդ գյուղը չունենք։ Ինչու որտեվ Հայք Աստվածություն էր, հենց իր անունից է Աստվածաշեն գյուղը։ Պարոն Կարապետյան, հայոց պատմությանը նվիրված այդ գրքերում շատ են նորությունները, այսինքն մենք կիմանանք այնպիսի բաներ, որ գուցե զարմանանք, որտեղ չենք լսել այս ընթացքում։ Ես կարծում եմ, այն ձևով որ մենք ենք աշխատել, փշրանք հավաքել ենք ամեն մի գյուղում, ինչ որ մնացել է մեր նախնիներից, դրանք իբրև շինանյութ օգտագործած կամ չգիտեմ, որևէ այլ վիճակում 90%-ից ավել ուղղակի նորություն են, որովհետև մենք մեր հայրենիքը կորցրել ենք առանց հասցրած լինելու նվազագույնս ճանաչել։ Երբ որ 15 թվականին մենք հայրենազուրկ դարձանք, մինչ դա մեր տեղագիր հեղինակները բավական է ասեն, որ 1000 հուշարձանից մեկ լուսանկարով չի անմահացել, եւ դրանց մեծագույն մասը հողի երեսին գոյություն չունի, որոշների համար կան տեղագիր հեղինակների թռուցիկ նկարագրություններ, որ բավարար պատկերացում չեն տալիս կառույցը ինչպիսին է եղել։ Եվ պատկերացրեք, որ մեկ լուսանկարով էլ չի անմահացել, չեմ խոսում չափագրությունների մասին, եւ մենք փաստորեն երկրի երեսից մեր հայրենիքի շատ տասնյակ հազարավոր հուշարձաններ ջնջվել են առանց մեզ համար եւ լայն հաշվով մարդկության համար արձանագրվելու նվազագույն չափով։ Պարոն Կարապետյան, այստեղ Հայաստանում ըստ ձեր դիտարկման, ինչպես ենք մենք վերաբերվում մեր երկրին, ինչ ունենք ցույց տալու աշխարհին, երբեմն մեր մշակութային ժառանգությունը ավելի կարևոր է աշխարհի համար, քան մեզ համար, կա այսպիսի բան։ Լավ կլիներ, որ նախ եւ առաջ մեզ համար ավելի կարևոր լիներ, հետո նոր աշխարհի, բայց այսօր ճիշտ եք ասում, ավելի շատ աշխարհն է տարգրված, քան մենք։ Եվ ուրախ չեմ դրա համար, որովհետև օրինակ ասենք ասվում է անverջ այս վերջի տարիներին պետք է զարգ տալ զբոսաշրջությանը Հայաստանում եւ այլն։ Գիտեք այն վիճակը, որ հիմա կա, որ բնության ամեն մի գողտրիկ անկյուն ապականել ենք միջև վերջ, եւ այս վիճակում էլ ասում ենք թող զբոսաշրջիկներ գան, շրջեն։ Այս մի անգամ ասել եմ ուղղակի նորից կրկնեմ, որ մինչև այն օրը, որ ուղղակի մարդու տեսք չստանանք, մեր դրախտ հայրենիքը իսկապես պատշաճ կերպով գոնե այդ մաքրությունը տարական չիրականացնենք, ուղղակի պիտի երկրի դռները սահմանները փակենք, մեկը չգա դրսից։ Ամեն զբոսաշրջիկի հետ ենք խայտարակ լինում։ Մենք խոսում ենք անverջ, որ մեր հայրենիքի փոքր մասն է, որ տիրապետում ենք, 7 անգամ ավել Արևմտյան Հայաստանն է, չգիտեմ, Հյուսիսային Արցախ, Նախճեվան, անունները տվեցինք։ Ես երբ որ փորձում եմ ուղղակի օտարի աչքով, չգիտեմ ինչքան է ինձ հաջողում, բայց ասենք օտարի աչքով եմ փորձում մեզ նայեմ, ես մտածում եմ, որ մեկը եթե իմանա, որ մենք ինչ-որ կարոտն ենք քաշում մեր կորցրած հայրենիքի 15 թվականից ի վեր կամ 89 թվականից ի վեր, իդեմս Նախճեվանի, Հյուսիսային Արցախի եւ այլն, ուղղակի պիտի վաստակված լինի, մենք պիտի արժանի լինենք։ Գնայինք, շրջենք, տեսնենք, ասեն, այս մարդիկ հողի հարգը չեն իմանում։ Իրենց մի կտոր հայրենիք, որ պետականություն ունեն, խոզանոցի են վերածել։ Եթե մեր երկիր փայլեր մաքրությունից, մի քիչ լեզուներ ավելի երկար կլիներ։ Եթե մենք ցույց տայինք, որ մենք մեր բնության պահապանն ենք, որ մենք չենք մորթում մեր անտառները, ամեն ծառի համար հոգս ենք տանում եւ դեռ ավելին կանաչապատում ենք։ Հազարավոր հեկտարներ այսօր Արևմտյան Հայաստանում թուրքական իշխանությունները կանաչապատում են։ Հիմա ով է ավելի արժանի, չգիտեմ։ Մենք այս ունեցածին էլ արժանի չենք, ճիշտն ասած ըստ ինձ։ Սա շատ լուրջ խնդիր է։ Ես ուզում եմ, որ պատվով տեր լինենք մեր հայրենիքին եւ ներկա իրավիճակը ներկայացնելով հորետեսական բան չկա։ Ես ուզում եմ, որ ավելի լավ վիճակ ունենանք եւ դրա համար ամաչենք մեր ներկա վիճակից։ Փորձենք ամփոփել եւ վերադառնալով խոսակցության մեր սկզբում հայրենաճանաչությանը, ասացիք, որ կարեւոր է սկսել դա հենց մանկապարտեզից, նոր սերնդի հետ, ինչի հետ շատ համամիտ եմ, բայց կա ոչ նոր սերունդ, որը արդեն իսկ դաստիարակված է այս ոգով։ Ինչ պետք է անել, որ գոնե մի փոքր արթնանա այդ հայրենաճանաչությունը նրանց մոտ նաեւ։ Տեսեք, օրինակ
Պաշտպանության նախարարությունը զորանոցներում ծառայող զինվորների համար դասախոսությունների շարք էր կազմակերպել։ Ես գտնում եմ, որ դեռ մինչև զինվորներին հասնելը նրանց հրամանատարների համար պետք է դասախոսությունների շարք կազմակերպել։ Նմանապես մենք չունենք այն ուսուցիչները, որ ունենան այն նկարագիրը եւ այն գաղափարը, որ կարող են ճիշտ ձևով փոխանցել։ Այսինքն իբրև առաջի քայլ մինչև մանկապարտեզ երեխեքին մոտենալը, ես կարծում եմ նրանց դաստիարակներին, դպրոցներում ուսուցիչներին այս շերտերում պետք է դեռ ուղղակի մենք ինքներս պիտի հասկանանք։ Պարոն Կարապետյան, խնդրում եմ, փորձենք ինչ որ մի ելք եւ ով պետք է դա անի։ Ելքը կարծում եմ բոլոր այն անհատները, անկախ իրենց զբաղեցրած պաշտոնից, թե ինչ ոլորտի մեջ են, ինչ աշխատանքում են, նրանք ովքեր որ կարևորում են այս խնդիրները, ամեն մեկը իր հնարավորությունների սահմաններում, որը ուղղակի ամբիոններ օգտագործելով, որը պրակտիկ աշխատանք անելով։ Մենք օրինակ մեր փոքր խմբով, որքան որ հասցնում ենք, մարզերի տարբեր դպրոցների երեխեքին արշավներ ենք տանում, մեր աշխատանքներին ենք մասնակից դարձնում, սրանք շատ կարևոր են, ամբողջ կյանքի համար են կարևոր։ Ուր հասնում ենք աղբ ենք հավաքում, որտեղ աղբի պակաս չկա, եւ աղբ հավաքողը ես մեծ հույսով եմ, որ վաղ աղբ չի թափի։ Պետք է կազմակերպել այս ամենը եւ աշխատանք կամաց պիտի ուղղակի մարդավայել եւ մեր հայրենիքին ուղղակի պատվով դեր կանգնենք կամաց միանգամից չի լինի։ Ամեն դեպքում որոշ դպրոցներում արդեն այդ գործընթացը սկսվել է, ես գոնե տեղյակ եմ, հուսանք մյուսներն էլ կվարակվեն նրանց օրինակով եւ գոնե մի քանի տարի անց կունենանք առաջընթաց, պարոն Կարապետյան։ Արդեն իսկ ունենք, ուղղակի պետք է աշխատանք տարվի, որ արագացվեն։ Ժամանակը իրավունք չունենք իշռայել, ծախսել։ Մենք շատ պարտքեր ունենք, ազգային պարտքեր, եւ դրանք մարելու համար մի քիչ ավել պիտի աշխատենք, քան ուրիշ ազգերը։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան, կրկին անգամ մեր հրավերը չմերժելու հետաքրքիր զրույցի համար։ Իսկ մենք շարունակում ենք։ Ավարտվեց հարթակի հերթական թողարկումը։ Ինչպես միշտ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ կրկին ժամը 13-ին Հանրային ռադիոյի եթերում։ Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք գրել Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի Facebook-յան մեջին։ Եվ հիշեք, մենք կարևորում ենք յուրաքանչյուրի կարծիքը։ Կհանդիպենք։